Արտիկում լիտվացիների հետ համագործակցությանը սկիզբ է դրվել դեռևս հետերկրաշարժյան տարիներին։ Լիտվացի շինարարների կողմից Լմբատ թաղամասում կառուցվել են ոչ միայն բնակելի տներ, այլև դպրոց ու նախակրթարան։ Դեռևս 1 տարի առաջ մարտ ամսին դեսպանը տեղեկանալով, որ Արտիկ քաղաքում հետերկրաշարժյան տարիներին Լիտվայից ժամանած շինարարները բավականին մեծ թաղամաս են կառուցել, այդ թվում նաև դպրոց եւ մանկապարտեզ, ցանկություն հայտնեց տեսնելու այդ օբյեկտները եւ դպրոցը տեսնելուց հետո տեսնելով դպրոցի վիճակը, ընդհանուր դասարանների վիճակը եւ այլն, ասաց, որ ինքը անպայման հետեւողական կլինի, որպեսզի կարողանա արդեն հետագայում դպրոցի շինարարությունից հետո տասնյակ տարիներ անց օգտակար լինել եւ մոտավորապես 2 ամիս առաջ զանգեց, ասեց, որ կա բարերար, իրեն հաջողվել է գտնել բարերարի, ով պատրաստակամություն է հայտնել դպրոցում հիմնել համակարգչային դասարան։ Արդեն 1 տարի է ինչ Արտիկի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանատանի միջև համագործակցությունը վերստին կարգավորվել է։ Մշակվել են փոխգործակցության հստակ ծրագրեր։ Առաջնահերթությունը տրվել է կրթական օջախներին։ Ծրագրի շրջանակներում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ նորոգվել, կահավորվել, համակարգիչներով ու այլ անհրաժեշտ պարագաներով համալրվել է Արտիկի թիվ 8 հիմնական դպրոցի համակարգչային դասարանը։ Արդեն այդ համակարգչային դասարանը իրողություն է եւ շատ լավ է, որ այլևս այսուհետ, այսինքն Լմբատ թաղամասի բնակիչները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու համակարգչային դասարանից։ Այսօր մենք մեր գոհունակությունը, շնորհակալությունը հայտնելով լիտվական պետությանը, լիտվական հանրապետությանը նրա համար, որ նրանք ոչ միայն կառուցել են դպրոցը, այլ այսօր նորից ուշադրության կենտրոնում են պահում դպրոցը եւ եկել են իրենց սեպտեմբերի 1-յան բարեմաղթանքները հայտնել մեզ, ես ուզում եմ մեր գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնել պարոն դեսպանին։ Я обещал мэру, что через год я буду здесь. Удалось сделать этот маленький компьютерный класс для вас. И я очень рад, что 2 года подряд дирекция литовских автомобильных дорог при прямом указе министра транспорта Литвы посылает в Армению наших специалистов. Նույն դպրոցի աշակերտներին բաժանվել են նաև դպրոցական պայուսակներ, որոնք աչքի են ընկնում երեխաների անվտանգությունն ապահովող առանձնահատկությամբ։ Պայուսակներում պարունակվող տարրերը լույս են արձակում մթության մեջ։ Մոտ ժամանակ, եթե երեխաները այդ պայուսակով քայլում են, մեքենաներից, այլ լուսատուներից կատարում են լուսարձակում եւ ավելի հստակ է երևում, որ այնտեղ կա հետիոտն։ Мы, взрослые, должны посмотреть больше на тех людей, на тех детей. И безопасность на дорогах это в наших руках. Արտիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքով Լիտվայի դեսպանատան հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։